Հերովդես արքան լսեց Քրիստոսի առաքյալների քարոզչության մասին, որովհետև նաև Հիսուսի անունն էլ հայտնի էր դարձել, եւ այս լսելով Հերովդեսն ասաց. «Սա Հովհաննես Մկրտիչն է, որ հարություն է առել մեռելներից, եւ դրա համար էլ իր միջոցով մեծ զորավոր գործեր են գործվում»։ Եվ ուրիշներ ասում էին, թե Եղիան է, եւ ոմանք էլ թե մարգարե կամ մարգարեների նման մեկը։ Եվ երբ Հերովդեսը լսեց այս կարծիքները, ասաց, թե սա Հովհաննես Մկրտիչն է, ում գլուխը ես կտրեցի, հարություն է առել մեռելներից։ Արդարև Հերովդես արքան ինքը մարդեր ուղարկել, ձերբակալել եւ կապելով բանտեր նետել Հովհաննես Մկրտչին իր եղբոր Փիլիպոսի կնոջ Հերովդիայի պատճառով, քանի որ կնության էր առել իր եղբոր կնոջը Հերովդիային, եւ Հովհաննես Մկրտիչն էլ ասում էր Հերովդեսին, որ քո եղբոր կնոջը քեզ կին առնելը օրինավոր չէ։ Հերովդիան ոխ էր պահել Հովհաննես Մկրտչի հանդեպ եւ ամեն կերպ ուզում էր սպանել տալ նրան, բայց չէր կարողանում, քանի որ Հերովդեսը իր ամուսինը պատկառանք եւ մեծ հարգանք ուներ Հովհաննես Մկրտչի հանդեպ, որովհետեւ ճանաչում էր նրան որպես արդար եւ սուրբ մարդու։ Շատ անգամ նրան անսալով բարի գործեր էր անում եւ քաղցրությամբ լսում էր նրան։ Եվ ահա մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր մատուցելու Գալիլեայի հազարապետներին, նախարարներին եւ մեծավորներին։ Եվ ահա ընթրիքի ժամանակ, երբ Հերովդիայի դուստրը ներս է մտնում եւ սկսում է պարել, դուր է գալիս սեղանակիցներին եւ թագավորին։ Եվ Հերովդեսն ասում է աղջկան, թե ուզիր ինձանից ինչ որ կկամենաս եւ ես կտամ քեզ։ Եվ շատ անգամ երթվում էր ու ասում էր, որ նույնիսկ իմ թագավորության կեսը կտամ քեզ, ինչ որ կամենաս, խնդրիր ինձանից։ Եվ աղջիկը դուրս գնալով հարցրեց իր մորը, թե ինչ ուզի։ Եվ Հերովդիան ասաց, թե Հովհաննես Մկրտչի գլուխը։ Ապա աղջիկը հետ վերադառնալով թագավորի մոտ մտնելով ասաց, որ ինձ հիմա սկուտեղի վրա բերել տուր Հովհաննես Մկրտչի գլուխը։ Երբ այս լսեց, Հերովդեսը սաստիկ տրտմեց, բայց քանի որ ամաչում էր սեղանակիցներից եւ իր տված խոստումից, անմիջապես դահիճ ուղարկեց եւ դահիճը գնաց ու բանտում գլխատեց Հովհաննես Մկրտչին եւ Հովհաննես Մկրտչի գլուխը սկուտեղի վրա բերեց եւ տվեց աղջկան։ Աղջիկը վերցրեց սկուտեղը եւ դուրս գալով տվեց իր մորը։ Երբ Հովհաննեսի աշակերտները իմացան այս մասին, եկան եւ վերցրեցին Հովհաննեսի մարմինը ու գերեզմանի մեջ դրեցին։ Մարկոս ավետարանիչը 6-րդ գլխում իր ավետարանի 12 առաքյալների քարոզչությունից իրենց առաքելության մասին պատմող հատվածից անմիջապես հետո ներկայացնում է մի դրվագ, որտեղ խոսվում է այն մասին, թե Հերովդեսը լսել էր ինչեր են կատարվում առաքյալների միջոցով։ Հերովդեսը լսել էր Հիսուսի մասին, որ այսպիսի մեկը կա, վարդապետում է, քարոզում է, այսպիսի հրաշքներ է գործում եւ իր մեջ վախ կար, իր մեջ մեղքի հանդեպ վախ կար, որովհետև գործած սխալը դեռևս չէր հանգել։ Խիղճը տանջում էր իրեն։ Գիտեր, որ Հովհաննես Մկրտչին սպանել է, եւ այդ մեղքը իրեն տանջում էր, ու երբ լսեց Հիսուսի մասին, անմիջապես մտածեց, որ սա ոչ թե Հիսուսն է իրականում, ոչ թե նոր ինչ-որ վարդապետ է եկել, այլ իր սպանած Հովհաննես Մկրտիչն է, որ հարություն է առել մեռելներից, դրա համար էլ մեծ զորություններ են գործվում իր միջոցով։ Այն մարդը, ում գլխատել էր, պարզ մեկը չէր, հասարակ մեկը չէր։ Ավետարանը շարունակության մեջ ասում է, որ մեծ պատկառանք ուներ Հովհաննեսի հանդեպ։ Նրան հարգում էր, վախ կար նույնիսկ իր հանդեպ, որովհետև գիտեր, որ արդար եւ սուրբ մեկն է։ Բայց հետաքրքրական է նաեւ, թե ժողովուրդը ինչ կարծիքի էր։ Հետաքրքրական է, թե ժողովուրդը ինչ էր ասում Հիսուսի մասին, որովհետև եթե Հերովդեսը կարծում էր, թե Հիսուսը հարություն առած Հովհաննես Մկրտիչն էր, ժողովրդի մեջ երկու այլ կարծիք էլ կար։ Ոմանք ասում էին, սա Եղիա մարգարեն է։ Եվ ոմանք էլ ասում էին, թե մարգարե կամ մարգարեների նման մեկը։ Եթե 5 դագարանը ուշադրությամբ թերթենք, կարդանք, ապա մեզ համար հայտնի կլինի մի փաստ։ Հրեաները կարծում էին, որ Մեսիայի գալուստից առաջ
Այն պահին, երբ Մեսիան կգա, Աստուծո օծյալը կգա, որպեսզի իրենց ազատի Հռոմի իշխանությունից, որպեսզի իրենց աշխարհի տիրակալ դարձնի եւ այլն եւ այլն։ Այն պահին, երբ որ Մեսիան պիտի գա, ուրեմն այս պահին նախորդելու է Եղիայի գալուստը։ Քրիստոսից առաջ մոտավորապես 300 տարի շարունակ հրեաները մարգարե չունեին։ Իրենք չէին լսել։ Վերջին անգամ մոտավոր 300 տարի առաջ էր, որ որևէ մարգարեից խոսք էին լսել։ Բարոյական ուսուցիչներ, վարդապետներ, ռաբիներ շատ ունեին, բայց ռաբբիի եւ մարգարեի միջև ամենամեծ տարբերությունը այն էր, որ ռաբբին կարող էր ասել, ինչպես ասում են մարգարեները, ինչպես այսինքն մեր վարդապետն է ասում, ես էլ ձեզ ուսուցանում եմ այսպես, բայց մարգարեն երբ կանգնում էր իր ժողովրդին ուսուցանելու, մարգարեն ասում էր այսպես է խոսում Տեր Աստված։ Ուրեմն 3 դար հրեաները չեն լսել այսպիսի խոսք եւ սպասում են մեկին։ Եվ Հիսուս այն մեկն էր, որ կարողանում էր ասել այն, ինչ Աստված է ուզում։ Քրիստոսի խոսքը Աստուծո խոսքն էր։ Եվ շատ անգամ մենք պիտի տեսնենք, որ Քրիստոս երբ խոսում է, դիմացինները հասկանում են, որ այս խոսքը չի կարող պարզ մարդու շուրթերից դուրս եկած մի խոսք լինել։ Այս խոսքի Տերը իշխանություն ունեցող մեկն է, այս խոսքի Տերը այն զորությունների Տեր Աստվածն է։ Մարկոս ավետարանիչը մեզ պատմում է Հերովդեսի կողմից Հովհաննեսին ձերբակալած լինելու մասին, այն որ արդարև Հերովդեսն ինքն էր մարդ ուղարկել, որպեսզի կապեին, ձերբակալեին եւ բան տնետեին, եւ պատճառն էլ է ասում, եւ բոլորիս կաչ հայտնի է։ Պատճառն այն էր, որ Հովհաննեսը չկարողացավ լռել, այլ Հերովդեսի գործած անօրենությունը պարզ իր երեսով տվեց եւ ասաց, որ քո եղբոր կնոջը քեզ կին առնելը օրինավոր չէ։ Պիտի խնդրեմ, որ երբևէ չխառնենք Հերովդեսներին։ Ավետարանի մեջ տարբեր Հերովդեսներ են հիշվում։ Մանուկների կոտորածի պարագան, որ այլի կապվում է Հերովդեսի հետ, Հերովդես մեծն է սա։ Սա այս Հերովդեսի հայրն է։ Հերովդես մեծն էլ իր երթին տարբեր կանանց հետ ամուսնացավ, դրանց մեծ մասին ինքը սպանեց, իր զավակներից շատերին էլ սպանեց, կոտորեց, որովհետև բոլորին խանդում էր, բոլորին չէր հավատում ու չէր վստահում։ Ուրեմն, ահա այս Հերովդես մեծի շարունակող Հերովդես Անտիպասը, որը որ ավետարանի այս դրվագում գլխավոր հերոսն է, գործող անձերից մեկն է, ամուսնացած էր իր հարևան արաբական թագավորության արքայադստեր հետ, Նաբաթիայի արքայի դստեր հետ էր ամուսնացած։ Բայց մեկ անգամ Հռոմ գնալով, որտեղ որ իր եղբայրն էր ապրում որպես հարուստ մեկը, Փիլիպոսը, ապրում էր Հռոմում, Հերովդես մեծի մյուս տղան, Հերովդես Անտիպասի եղբայրը, բայց այն էլ ոչ հարազատ եղբայրը։ Երբ Հերովդես Անտիպասը գնաց Հռոմ իր եղբոր այցելության, տեսավ այնտեղ Հերովդիային եւ գայթակղեց նրան ու համոզեց, որպեսզի թողնի իր ամուսնուն, ամուսնալուծվի եւ գա իր հետ ամուսնանա, ինքն էլ իր հերթին ամուսնալուծվեց Նաբաթիայի արքայադստերից։ Բայց որ ավելի զարհուրելի է, այս Հերովդիան էլ Հերովդես մեծի մեկ այլ կնոջից սերող մեկն էր։ Այսինքն իրականում սրանք բոլորն էլ արունակցական կապեր ունեցող անձինք էին։ Այս ամենը չկարողացավ լուր տանել Հովհաննես Մկրտիչը եւ խոսեց սրա դեմ։ Իսկ արևելքի որևէ իշխանավորի դեմ խոսելը, իր թերությունները երեսով տալը, սա մեկից մեկ հավասար էր մահվանը ընթառաջ գնալուն։ Հովհաննես Մկրտիչը երբևէ չվախեցավ սրանից եւ խոսեց, ու խոսեց նաեւ կնոջ դեմ, եւ այդ պատճառով էլ ավետարանիչն ասում է, որ Հերովդիան ոխ էր պահել եւ ուզում էր սպանել տալ։ Ուզում էր սպանել տալ, բայց չէր էլ կարողանում, որովհետև մտածում էր, որ Հերովդեսը մեծ պատկառանք ունի, վախենում է նաև, որովհետև իր սրբությունը բոլորին էր հայտնի։ Սակայն զարմանալի կերպով, միևնույն ժամանակ այսօրվա իրականության հետ էլ եթե համեմատելու լինենք, գրեթե նույն օրինաչափությամբ Հովհաննես Մկրտիչը դառնում է վայրկյանական անմիտ մի քայլի զոհ, որ իր հետևում թաքցրել էր փառասիրությունը, իշխանատենչությունը եւ մեծ գայթակղություններ։ Հովհաննես Մկրտչին գլխատեցին պարզ մի պատճառով, որովհետեւ Հերովդեսը գինովցած վիճակի մեջ հրապուրվեց այս Հերովդիայի աղջկա ապարով եւ խոստացավ, թե ամեն ինչ քեզ կտամ։ Նույնիսկ թագավորությանս կեսը կտամ եւ երթվում էր բազում անգամներ, որ խնդրիր ինչ կուզես եւ սա էլ նախապես չիմանալով, որ այսպիսի իրավիճակի մեջ պիտի հայտնվի, հարցնում է իր մորը եւ բայրն էլ ուզում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Ու ինչ եղավ, ավետարանիչը շատ հատուկ կերպով շեշտում է, ասում է Հերովդեսը սաստիկ տրտմեց։
Հաստիկ տրտմեց, երբ որ լսեց, թե Հովհաննես Մկրտչի գլուխն են ուզում, այն էր սկուտեղի վրա եւ հիմա, բայց քանի որ իր մեծամեծերը հավաքվել էին նախարարներ, հազարապետներ, բոլոր հարուստները հավաքվել էին իր տարեդարձին եւ հռոմեական ոճով ցոփ ու շվայտ կերպով սեղաններ էին բացվել, ճոխության մեջ կորած այդ ծննդյան արարողության ժամանակ իր կողմից տրված խոստումը ավելի կարևոր եղավ իր համար, քան մի սուրբի, մի աստվածավախ մարդու կյանքը, ինչպիսին որ Հովհաննես Մկրտչի կյանքն էր։ Մեր հայսմավուրքերը շատ հետաքրքիր կերպով, հայսմավուրքները ամեն օրվա սուրբի կյանքը պատմող գրքեր են, հայսմ ավուր, այս օրվա սուրբի մասին պատմող։ Ուրեմն հայսմավուրքների մեջ Հովհաննես Մկրտչի վարքը երբ որ պատմվում է, Հովհաննես Մկրտչի գլխատվելն էլ է պատմվում, թե ինչպես եղավ։ Եվ շատ հետաքրքիր կերպով ասում է դահիճը, որ ուղարկվեց Հովհաննես Մկրտչի մոտ բանտ, Հովհաննես Մկրտիչը Մաքերոնի ամրոցում էր բանտարկված։ Եվ ասում է, երբ դահիճը ներս մտավ, տեսավ Հովհաննես Մկրտչին ծունկի եկած աղոթելիս, եւ այդ աղոթքի զորությունը զգաց դահիճը, ու մի պահ բարձրաձայն սկսեց մտածել ու ասել, որ ես ինչպես կարող եմ այս մարդուն սպանել։ Ես ինչպես կարող եմ գլխատել մի մարդու, ով աղոթում է, ով Աստծուն այսքան մտերիմ է, բայց միևնույն ժամանակ չեմ էլ կարող Հերովդեսի հրամանը չկատարել, որովհետև ինձ կգլխատեն հակառակ դեպքում։ Այս մավրուկն ասում է, որ Հովհաննես Մկրտիչը դառնում է եւ կանչում է ինքը եւ ասում է, որ գլխատիր ինձ, որովհետև հակառակ դեպքում քեզ պիտի սպանեն։ Ինչպես որ կենթանի ողջ ապրող մարդկանց մեջ առաջինը եղավ, որ Քրիստոսի մասին լուրը տարածեցի, ուրեմն արի այժմ գլխատիր ինձ, որպեսզի մեռածների մեջ եւս ես լինեմ առաջինը ու իրենց ավետեմ Քրիստոսի բարի լուրը։ Իրենց հիշեցնեմ, որ Քրիստոս պիտի գա եւ պիտի ավերի դժոխքը ու պիտի ազատի բոլոր գերի հոգիներին։ Գլխատելուց, գլուխը սկուտեղի վրա մատուցելուց հետո ավետարանը չպատմում է, որ իմացան այս մասին Հովհաննեսի աշակերտները եւ եկան ու մարմինը վերցրեցին եւ ամփոփեցին գերեզմանի մեջ։ Գիտենք, որ ավանդությունը մեզ ասում է, եկեղեցու սրբազան ավանդությունը մեզ ասում է, որ Հովհաննես Մկրտչի գլուխը, որ գլխատվեց, ի վերջո երկար ճանապարհներ անցնելուց հետո եկավ ու հանգրվանեց Հայաստան աշխարհում եւ սրա պատվին էլ 1211 թվականին Արցախ աշխարհում հենց Գանձասարում կառուցվեց սքանչելի մի եկեղեցի, որ այսօր էլ կանգուն է եւ այնտեղ էլ ուխտավորների բազում այցելություններ են լինում աղոթելու եւ խնդրելու Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը։ Այնտեղ է ամփոփված Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցում է ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հետաքրքրական է, Հերովդիայի կերպարը եթե քննարկելու լինենք, գրեթե միշտ եւ պատկերագրության մեջ եւ գեղարվեստական ստեղծագործություններում ամենուր ամեն մեկը որ կարդում է առաջին հերթին ամենամեծ մեղավոր որպես տեսնում է Հերովդիային։ Մի կերպար, որը որ նախ ամուսնացել էր իրեն արոնակից Փիլիպոսի հետ, հետո գայթակղվել էր Հերովդեսով, Հերովդես Անտիպասով գնացել էր այնտեղ։ Այս կերպարը իսկապես որ խառնակիչ ամեն բան տակնու վրա անող անձնական խաղաղ հանգիստ կյանք չունեցող եւ դիմացինին էլ այդ կյանքից զրկող մեկն է։ Եվ եթե պատմությունը կարդանք, նույն Հովսեփոս Փլավիոսը, հрьяաների պատմիչը, հрьяական հնություններ աշխատության մեջ շարունակությունն էլ է տալիս այս պատմության եւ ասում է, որ երբ Փիլիպոսը մեռավ, այն եղբայրը, որ Հռոմում էր, սա ժամանակին հասցրել էր հետ գալ եւ Պաղեստինում տարածքներ ունենալ, երբ Փիլիպոսը մեռավ, Հերովդեսի մյուս եղբորը Հռոմը նշանակեց որպես տետրարխ, չորրորդապետ, իրեն ավելի բարձր կարգելով, քան այս Հերովդեսին։ Երբ Հերովդեսը տեսավ այս վիճակը եւ Հերովդիան տեսավ, որ իր ամուսնու դերը գնալով նվազում է, ինքը հրահրեց, որպեսզի Հերովդեսը գնա Հռոմ։ Հերովդեսը գնաց Հռոմ Կլավդիոս Կայսեր մոտ եւ գնաց, որպեսզի խնդրեր, որ իրեն էլ բարձրացնեին արքայի պաշտոն տային եւ ոչ թե պարզ չորրորդապետի պաշտոն տային։
եւ այս ճանապարհի վրա իրենից առաջ իր եղբայրը նամակ է ուղարկում, հասցնում է Հռոմի կայսերը ամեն բան իր ցանկացած կերպով ներկայացնել։ Եվ Հռոմի կայսերը զրկում է Հերովդեսին։ Հերովդեսը Անտիպասին քշում է իր կալվածքներից եւ Գալիլեայում հեռավոր մի վայրում ուղակի հնարավորություն է տալիս ապրելու։ Բայց հետաքրքիր է, Հռոմի կայսերը առիթ է տալիս Հերովդիային եւ ասում է. դու, քանի որ եղել ես Ֆիլիպոսի կինը, եւ ըստ էության քո մեղավորությունը չէ, որ քո ամուսնուն մենք քշում ենք, հնարավորություն է տալիս Հերովդիային առոք փառոք, որպես նախկին չորրորդապետիկին ապրելու իրեն ամեն կալվածներով եւ գումարով օժտելով, բայց Հերովդիան այն ստոր կինը, որ գայթակղեց, խաբեց, Հովանես Մկրտչի սպանության գլխատման պատճառ եղավ եւ այլն, այս կինը իր կյանքի վերջին այդ դրվագում կարողանում է խիզախել, կարողանում է դրական ինչ-որ քայլ անել, վսեմ պահվածք ցուցաբերել եւ ասում է, որ ես իմ ամուսնու ծաղկուն տարիներին իր կողքին եմ եղել։ Եվ այժմ էլ, երբ որ ինքը աքսորված է, ուղղակի Գալիլեայում պարզ մեկի պես պիտի ապրի, ես իրեն միայնակ չեմ թողնի, այլ կգնամ եւ իր հետ կապրեմ։ Շատ հետաքրքիր է։ Կերպարներ, որոնք որ շատ անգամ մեզ թվում են ամենացածր վիճակի մեջ, մեղքի մեջ, անկում ապրած, ոչ մի բարձր բարոյական արժեք չունեցող, կարող են իրերի տարբեր դրություններում լրիվ տարբեր կերպով հանդես գալ։ Այս ամբողջ պատմությունից մեզ համար անշուշտ ամենաօրինակելին Հովանես Մկրտչի պահվածքն է։ Հովանես Մկրտիչը շատ պարզ, եթե ասելու լինենք, իր արդար լինելու, ճշմարտության դեմ չմեղանչելու, լուրջ մնալու, այլ պարզ խոսելու պատճառով կորցրեց իր կյանքը, գլխատվեց։ Մի պահ Հովանես Մկրտչին թողնենք Ավետարանի պատմության մեջ ու օրինակ կվերցնենք ինքներս մեզ վրա։ Արդյոք մենք այսօր առիթ չունենք ճշմարտության հանդեպ մեղանչելու, զուտ միայն այն բանով, որ մենք լռում ենք, տեսնելով սխալը, մենք լռում ենք։ Որն է պատճառը։ Պատճառը պարզ է, որովհետև չենք ուզում ինքներս մեզ նեղություն տալ, որովհետև գիտենք, որ ինչպես Հովանես Մկրտիչը ճշմարտությունն ասելու պահին անցանկալի էր, այդպես էլ մենք շատ անգամ ճշմարտությունը խոսելիս ցանկալի չենք լինելու դիմացինի համար։ Քավլիցի մեզանից շատերին մեր կյանքի մեջ մեծամասամբ 100-ից երևի թե 99 դեպքերում մեր կյանքից մեզ չեն զրկի, եթե մենք ճշմարտությունը խոսենք, այլ ուղղակի կարող է մեր հանդեպ վերաբերմունք փոխեն, մի փոքր խեթ աչքով նայեն։ Բայց հիշենք, որ եթե չլինեն այն անձինք, ովքեր ճշմարտությունը պիտի բարձրաձայնեն ու իրենց խեթ աչքով պիտի նայեն, այդ դեպքում արդեն հարցական է դառնում, թե ինչպես պիտի ճշմարտությունը թագավորի, ինչպես պիտի հաղթանակի ճշմարտությունը եւ կեղծիքը պիտի պարտվի։ Չէ՞ որ մենք էլ քրիստոնեության մեջ լինելով այս առաքելությունն ունենք մեր վրա։